Դա սոցիալիզմի հետ կապ չունի, բացարձակապես։ Դա ապապետական սոցիալ հոգեբանության արձանագրումը։ Դա սկսել է դրա արմատներն են ուրիշ տեղ, դրա արմատներն են ընտրությունների մեջ։ Բայց մենք հիմա շատ զգույշ փորձում ենք այդ բանը փոխել։ Ինչի զգույշ, որովհետև մտածում ենք կառավարությունը կներեք ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող մեծամասնության խիստ քննադատություններից է շատ վախենում, չէ՞։ Որովհետև դրա համար պետք է քաղաքական աջակցություն, իսկ ով է վերցնելու այդ քաղաքական աջակցությունը, ով է վերցնելու այդ պատասխանատվությունը։ Պետք է լինեն մարդիկ, որ վերցնեն այդ պատասխանատվությունը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ մենք պետք է վերցնենք այդ պատասխանատվությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ես գործընկերներից շատերը ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել։ Ես ասել եմ, այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը եւ ես այս թուղթը ստորագրելու եմ։ Ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, որ դա արել եմ։ Ինչ եմ արել, այդ ուրիշ խնդիր է։ Բայց բահերա գալիս, որ պետք է ուղղակի դու վերցնես պատասխանատվություն։ Եվ պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց մենք չենք կարող ասենք ինչա քեզ պետք։ Բոլորին ամեն ինչ տանք։ Երեկվա քննարկումն էլ է դրա մասին ու ասում եմ ուրիշի մասին չի, մասին է, ես էլ եմ տենց արել։ Ինչքան հին ավտոներ կա, դավայ բերեք ժողովուրդ ջան, ոչ մաքսել պետք չի, հարկել պետք, ոչ իման պետք չի։ Մի հատ եք սուբսիդավորենք։ Հետո գնացեք այդ ավտոներով լցվեք ձորերը, հետո եկեք ստեղից ասենք, բան չեն մարդիկ զոհվում, բայց պետք է անեն։ Հա, թոշակները կարան բարձրանան, եթե նախկինում այդ մարդիկ ամենայն հարգանքով թոշակառուները աշխատել են, իրանց բաժինը աշխատել, ավարտել են։ Բայց այսօր պիտի իրանցից գոնե կրկնակի չափով ավել մարդ աշխատի։ Ես կուտակայինը ուրիշ թեմա է, կուտակայինի ժամանակ էլ մեկա բազային թոշակի խնդիրը կա։ Որ թոշակը բարձրանա։ Հիմա երեք շատ խոսվեց, այդ պարգևավճարները, այդ աշխատավարձերը, ես լսում էի ու բան էի անում, ասում էի, արա իսկականից էլ, այս մարդիկ ճիշտ են ասում։ Ֆինանսների նախարարն ասել է մի հատ բան արա, բաց տուր տվյալները, թե այդ մենք այդ ինչքան այդ աշխատավարձների ու թոշակների հաշվին, այդ ինչքան աշխատավարձ է ստանում պետական մարմինը։ Որպեսզի շատ չլինի, շատ չխառնենք իրար, սոցիալ-տնտեսական բլոկը վերցրինք կառավարության, սոցիալ-տնտեսական բլոկ, ամբողջ, այսինքն բացի ուժային կառույցները հանեցինք, որ չխառնի, քաղաքական բլոկը այսպես։ Ինչքան աշխատավարձ, ինչքան պարգևավճար են ստանում, եւ այդ աշխատավարձ ու պարգև, եթե կտրենք հիմա ամբողջ աշխատավարձը ու պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը, դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարանք բարձրացնենք 9000 դրամով։ 9000 դրամով կարանք թոշակները բարձրացնենք, բայց թոշակառուները թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը մենակ թոշակ չի, թոշակը փողը հավաքելը, ակետից հասնելը բկետը ինքը ծախս ունի։ Այսինքն նախ պետական եկամուտներ չեն հավաքվի ընդհանրապես, որովհետև չկա պետական եկամուտների կոմիտե, չի կարա հավաքվի։ Եվ ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի, դա էլ հաշվի առնենք, որովհետև այսօր հա պեկում կան աշխատողներ, որոնք ընդհանուր ստանում են 1 միլիոն 2 միլիոն դրամ աշխատավարձ եւ մենք իրեն ծնկաճով խնդրում ենք, ասում ենք հանկարծ գործից դուրս չգաք։ Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ ընդհանրապես չի կառուցվի։ Շատ լավ, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը առաջարկի։ Ժորժ ջան, եկեք ամբողջ աշխատակազմերը, այս ովքեր կան նստած, բացի ՊՆ-ից ու ներքին գործերի նախարարությունից, չէ, ձեզ էլ ենք լուծարում։ Ձերն էլ ամեջ, ձերն էլ այս թվի մեջ։ Ամբողջ աշխատավարձի, մենակ պարգևավճար, ասում եմ, ամբողջ աշխատավարձի ֆոնդը, ամբողջ գումարած պարգևավճարները, գումարած ծառայողական մեքենաների համար անցած տարի ծախսված գումարը, գումարած այդ ծառայողական մեքենաների սպասարկման համար նախատեսված գումարը, բենզինով, բանով, ամեն ինչով, բացարձակապես ամեն ինչով։ Եկեք անենք, խնդիր չկա, նախաձեռնենք, անենք, բայց ես երաշխավորում եմ, ոչ մի թոշակառու իր թոշակը չստանա, ոչ թե կես կստանան, կես չեն ստանա,
Ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանա։ Այսինքն այս արդեն նույնիսկ դեմագոգիա էլ չի։ Չեն ստանա, չեն հասցնի, որովհետև մի անգամ չեք հիշում, թոշակը մի ամիս ուշացել էր։ Բոլորը խառնվել են, բանի հայփոստը լինելով պետական կառավարման, պետական սեփականություն, որից հետո ես որոշում կայացրեցի, որ հայփոստի տնօրենը պետքա չաշխատի։ Հայտարարություններ տարածել, թե սոցիալում ինչ-որ մեկը թուղթը չի ստորագրել, դրա համար է թոշակը ուշացել։ Մի հոգի թուղթը չի ստորագրել։ Եկեք հանենք այդ մի հոգուն գործից ընդհանրապես։ Իր աշխատավարձները դնենք, թոշակներն էլ ավելացնենք, նպաստներն էլ հետը։ Բայց փոխարենը մենք ինչ ենք արել։ Հա պարգևավճար չտանք, կտրենք պարգևավճարները այս ամբողջ պետական համակարգի, կարանք թոշակները ավելացնենք 1000 դրամով։ Բայց մենք ուրիշ բան ենք արել, այդ պարգևավճարների աշխատողներին հետ աշխատել ենք, ետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարվա ընթացքում միջինը 3000 դրամ հետ է ստացել գումարը։ Այսինքն այդ 1000 դրամը չենք տվել իրան, ծախսել ենք, դրա արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք, սխալ ենք արել։ Էլ չեմ ասում, երրորդ հանրապետության մեջ, պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։ Սա ինչ նշանակում։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա։ Առաջին անգամ։ Բայց 30 տարվա պետությունը առաջին անգամ նվազագույն կալորիա է կարողանում ապահովել իր քաղաքացու համար։ Սարքել են բան, հեսա ժողովուրդ, բայց իմ ժամանակը շատ քիչ ամենացել։ Ծառայական ավտոմեքենաները։ Ես ձեզ մի բան ասեմ, 2018 թվից մինչև 2021 թիվը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես մի քանի անգամ մնացել եմ ճանապարհներին։ Գնացել ենք, ասենք, ընդհուպ հիշում եմ մի անգամ Մարտունի կենտրոնում ավտոն փչացավ, ժողովուրդ, հա Նիկոլ ջան, այս ավտոդ փչացել, այս բանը տրամլյորը նայել եք, իսկ կարող է բանի բենզինի նասոսը բանը կաչատ անել է պետք բան։ Հա 1-2-3 կարելի է անել, բայց 3-4 մտածում ես, ասում ես, լավ, այս մարդը 1-2 հեղափոխություն բան ուրախացանք։ Ինչ է մտածելու իր պետության մասին։ Լավ հասկանալի է, բայց մենակ բանով չի, չէ, էգոիզմով չի, չէ, որ ասեն, վայ, տես։ Ասում են էժան ավտո առեք, կարանք Զապարոժեց առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք։ Ընդհակառակը ժողովրդի ասացվածն ասում, հələ ստանդարտ գոյություն ունի անվտանգության, էսի, էնի, ու այդ ոչ մեկը այն ամենաթոփ ստանդարտով չի։ Բոլորը ամենանվազագույն ստանդարտով է, հələ հարցա դա լավ է, թե վատ։ Իհարկե կարանք էժան ավտո առնենք։ Բայց այդ ավտոն օրը բանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ասում էր, քանի անգամ, ասում էր 10 քանի անգամ, որ ամսին գնացել եմ Կիրանց եկե։ Իհարկե կարող գալասավատ անել, գնալ գալ, ոչ մի խնդիր չկա։ Բայց իհարկե ծառայական ավտոների հետ կապված ես չեմ ասում, որ ամեն ինչն հենց է, եւ այո, ազգային ժողովի նախագահը ասեց, որ ազգային ժողովի կառավարությանն էլ է կրճատվել, բայց համաձայն եմ ոչ այն չափով, որ պետք է կրճատվել։ Բայց ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Մանուկյան, որ իմ ելույթները այդքան կարդում եք։ Ես օրինակ կուզենայի, որ կառավարության անդամներն էլ մեկ ու մեջ նայեն տենային նախկինում, չէ, առանց բանի եմ, լրիվ լուրջ եմ, որովհետև երեք ես ձեր ելույթից հետո